успокоит меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Господь, ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пажитях, к водам тихим водишь меня. Господь, Господь, ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных пажитях, к водам тихим водишь меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. О, где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Եվ սեր գամված խաչի վրա, Եվ սեր, որ երբեք չի վերջանա, Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, ինձ հետ երգիր սեր գանվեց, և սեր գանված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, Ով ունեմ երկնքի մեջ, երկրի վրա, բացի քեզնից մեկը չկա,
Քեզ մոտենալն ինձ բարի եղավ, հոգուս հարազատ ընկեր գտա, Հիսուս թանկագին, և ես նայում եմ Գողգոթա տանող ճամփան, տեսնում եմ ոտնահետքերը քո, և սեր գալված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր, և սեր գամված խաչի վրա, և սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում Փառք ես հայր, հայր խոնարհվում ենք քո սուրբ անձի առաջ Տեր, խոնարհվում ենք քո մեծ անձի առաջ ու ասում շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք, որ մինչև հիմա պահեցիր, պահպանեցիր, շնորհակալ ենք, որ մինչև հիմա կերակրեցիր, ներեցիր, բարձրացրեցիր, հայր աղոթում եմ, որ քո օծությունը տիշնի նոր ձևով Տեր, քո զորությունը Տեր, քո զորության ու օծության կարիք ունենք ամեն բանից առավել Տեր, աղոթում եմ Տեր Աստված, որ ամեն մեկիս մեջ իմաստություն դնես, որ հասկանանք Տեր, որ հոգևոր կյանքը խաղ չի, Հիսուս, խնդրում եմ, որ զորացնես ու բարձրացնես եւ ամբողջ քարոզի ընթացքում քո օծությունը Տեր Աստված հպվի մարդկանց եւ այս խոսքը լսողներին Հիսուսի անունով ամեն Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի մեր Տերը բարի է օրհնված եղեք փառաբանության խումբ կարող եք նստել հալելույա մենք բարի Աստծու ենք ծառայում ամեն սիրելի եկեղեցի փառք մեր Աստծուն մեր Տերը բարի է եւ նա կգա ու չի ուշանա Գիտեք ամեն հովջան քեզ էլ ախպերս գիտեք սիրելի եկեղեցի խոսքը որ կա իմ սրտում այսպես եմ վերնագրել եւ ինձ համար շատ լուրջ է հոգեվոր կյանքը խաղ չի փառք Հիսուսին շատ ժամանակ մենք մեր հոգեվոր կյանքի հետ սկսում ենք խաղալ մեր կյանքով մեր ապրածով շատ ժամանակ խաղում ենք չենք հասկանում որ խաղում ենք Բայց գիտեք սիրելի եկեղեցի, Տիրոջ գալուստը շատ մոտ է, պետք է սթափվենք, ամեն սիրելի եկեղեցի։ Գիտեք, ինձ համար մեղքերից մեկը գիտեք որն է, որ քո գնացից առաջից գնացողի օծությունը չես գնահատում։ Ամենամեծ մեղքերից մեկն է ինձ համար։ Ես չգիտեմ քեզ համար ոնց, բայց ինձ համար այդպես է։ Երբ որ քեզանից գնացած առաջ գնացած մարդուց օծությունը դու չես գնահատում, այսինքն խոսքը տվյալ պահին ինձ համար իմ հովիվի օծությունն է։ Ես ինչի եմ այսպես սկսել քարոզը, որովհետև ինձ համար իմ Աստծո մարդը դա իմ հովիվս է։ Գիտեք, հովիվ չեմ քարոզում, Քրիստոս եմ քարոզում։ Ես տեսնում եմ, այս եկեղեցում արդեն 9 տարի է, մոտավորապես 8-9 տարվա մեջ եմ։ Մի անգամ չեղավ, որ այս մարդու վրայից օծություն գնա,
Նաբարոտ, ամեն օր շատանում է, Փառք Հիսուսին։ Երբ որ ես գալիս եմ կանգնում եմ ու ինքս սկսում եմ աղոթել, անձամբ իմ մաշկի վրա եմ զգում այդ օծությունը։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Գիտեք, սրտանց կարող ես Աստծուն շնորհակալ եղնես այս տան համար եւ քո առաջնորդի համար։ Փառք Տիրոջը, Փառք Հիսուսին քեզ համար, Հովիվ ջան։ Տերը օրհնի, շնորհակալ եմ վստահության համար։ Փառք մեր Աստծուն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես ուրախ եմ, որ ես այս տան անդամն եմ։ Փառք Տիրոջը։ Գիտեք, Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ հարություն էր առնում, ասավ. «Գնացեք եւ ավետարանեք, մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ ով հավատա կփրկվի»։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Մեր գործը խաչված եւ հարություն առած Քրիստոս քարոզելն է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մեր Տերը բարի է։ Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, գիտեք, մոտավորապես արդեն մի քանի ամիս է, որ Facebook-ում երևի նկատած կեղնեք, չէ, ամեն քայլափոխին ես աղոթում եմ քո հիվանդությունների համար, ես հռչակում եմ Տիրոջ անունով բժշկություն։ Գիտեք, ես ինչ դառել եմ հոգևոր, մոտավորապես 2016 թվի, 16 թվի մայիսի 15-ին եմ ապաշխարել։ Եվ դրանից հետո, երբ որ սոցցանցերում տեսնում եմ ինչ-որ մեկը աղոթում է, այնպես ջերմերանդ էի սկսում աղոթել, այ մարդ աղոթում եմ, խնդիրս չի գնում։ Այ մարդ հռչակում եմ, չի գնում։ Ասում եմ, բայց եւ հետո հասկացա, գիտեք, լավ է, որ լսեք աղոթք, լսեք հռչակումներ, բայց ճիշտ հավատք ունեցեք, ամեն։ Ամեն քարոզատից տակ պետք չի այսպես լայք դնել։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Ինչի եմ այսպես ասում, որովհետև ես ինքս իմ վրա եմ զգացել։ Գիտեք, շատ նորմալ է։ Ես հիմա որ տեսնում եմ տենց Facebook-ում ոչ մեկին չեմ դատում, դատելու համար չեմ ասում։ Գիտեք, որ հիմա տեսնում եմ քարոզներ կամ աղոթքներ, որ սենց աղոթում են, սենց ջերմեռանդ, ես աղոթում եմ, որ հիմա ռակի դևը Հիսուսի անունով պարտվի, ես ես անցնում եմ։ Ասում եմ Տերը օրհնի։ Գիտեք, հոգևոր կյանք խաղ չի։ Ամեն։ Փառք մեր Աստծուն, սիրելի եկեղեցի։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը մեզանից մի բան է ուզում՝ ճշմարիտ հավատք։ Ամեն։ Ես այստեղից քարոզելուց ասել եմ, հոգևոր կյանքը, եկեղեցու կյանքը սկսվում է երկուշաբթի օրվանից։ Ես այստեղ բոլորիդ էլ կարամ ասեմ, քույրիկս, եղբայրս, Տերը քեզ օրհնի, ինչ լավն ես։ Բայց երկուշաբթի օրը լրիվ ուրիշ հենոյա, լրիվ։ Կինը շատ է սիրում ասի Հենրիկ եղբայր, որ մի քիչ առօրյա կյանքում չեմ անում, այնպես ասում է Հենրիկ եղբայր։ Փառք Հիսուսին։ Ինչ լավ է, որ կողքդ մարդ ես ունենում, որ զգաստացնում է։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք տվեք Աստծուն ձեր կողակիցների համար, եւ ով չունի թող ունենա Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Գիտեք, խոսք ուզում եմ սկսեմ Պետրոս ավետարան 2-րդ Պետրոսի 3-րդ գլխից 9-րդ խոսքից։ Տերը խոստումը չի ուշացնի։ Ինչպես ոմանց մոտ, ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում որևէ մեկը կորուսյան մատնվի, այլ բոլորին էլ ապաշխարության է տանում։ Տեսեք, սիրելի եկեղեցի, Քրիստոսը ասում է մեր նկատմամբ համբերատար է։ Քրիստոսը կարա այսօր էլ գա, բայց գիտես սպասում է, որ մենք ապաշխարության գնանք։ Գիտեք, հոգևոր կյանքը ինձ համար ես որոշում ունեմ։ Եթե դու էլ վստահ ես, կարաս ասես, Տեր ջան, ես էլ եմ ուզում որոշում կայացնեմ, որ ինձ համար խաղ չի հոգևոր կյանքը։ Գիտեք, երբ որ մարդ վատ է լինում, չէ, ասում են գոլ ջուր խմի, չէ։ Ասում են գոլ ջուր խմի, լավ կեղնի էլի, հետո տենց չեմ ուզում մնացածը ասեմ, չէ, մեր գոլ վիճակը սիրտխառնոց է առաջացնում, սիրելի եկեղեցի։ Քո գոլ վիճակը սիրտխառնոց է առաջացնում Տիրոջ առաջ։
Կամ եղի սառը, կամ եղի տաք։ Քրիստոսին գիտես քո ֆինանսները, քո կարողությունը, քո տաղանդները, ամեն բան տվողը դաժե այստեղ մարդիկ կան, կարան վկայեն,
Եվ երբ որ Սպարտակը գալիս էր տարածքային ծառայության, միշտ ասում էր շատ լավ կեղնի ախպեր ես, որ գաս, մերվես, մտնես տեսիլքի մեջ, ախպերս հոգով սրտով ձեր հետ եմ։ Չի կարա այդպիսի բան լինի, որովհետև ես եկեղեցու ոչ մի բանից տեղյակ չեմ, որտեղ հոգով, ես հյուր եմ, կգամ ու կգնամ, բայց երբ որ սկսեցի ջերմերան աղոթելը եւ ասելը Տեր, տուր ինձ աշխատանք, որ ես գնամ իմ տուն, որ ես լինեմ կիրակնորյա հավաքույթներին։ Գիտեք, Տերը լսում է, տալիս է, քեզ փորձում է, տեսնի ինչքան հավատարիմ կմնաս։ Փառք Հիսուսին, Աստծո մեծ ողորմության ոչ մի կիրակի չեմ բացակայել, եթե բացակայել եմ, շատ հարգելի պատճառ ա եղել, սիրելի եկեղեցի։ Ծառայողականների մասին խոսք չկա։ Բայց փառք Հիսուսին, հավատում եմ, որ Տիրոջ մեծ զորությամբ պետք է չեմ բացակայելու։ Ամեն, փառք Հիսուսին։ Լավ է, չէ՞, երբ որ հանկեղծ խոսում է, քարոզիչը, ամեն, փառք Հիսուսին։ Գիտեք, ամենակարևոր բանը, սիրելի եկեղեցի, քարոզել չի նշանակում այստեղից մենակ քարոզել։ Երբ որ դու գնում ես ու ավետարանում ես, դու դառնում ես Քրիստոսի կենթանի ավետարանիչը, եւ պետք է քո քարոզածը դու ապրես։ Երբ որ սկսես քո քարոզածը ապրել, քո կողքինները կապաշխարեն։ Երբ որ գաս ասես, գիտես, մայրս չի գալի, եղբայրս չի գալի, ամուսինս չի գալի, ո՞նց կան։ Եթե Կիրակի օրը եղբայրս կամ քույրիկ երկուշաբթի օրը գելու գազան, ո՞նց կան։ Ինչ են տեսնում, որ կան։ Սիրելի եկեղեցի, գիտեք, տարիներ առաջ էր, սա վկայություն եմ անում, ես չեմ գովում ինձ, վկայություն եմ անում անկեղծ։ Այն ժամանակ ես կանգնում էի կարգ ու կանոնի ծառայության մեջ էի կանգնում եւ ամեն եկած հյուրի հետ ժպտում էի, դիմավորում էի եւ Նարեկ անունով տղա էր, Տերը օրհնի իրան, չգիտեմ հիմա մեր ծառայությունը կլսի, չի լսի, Աստված քեզ օրհնի, եթե լսես, օրհնված լինես ախպերս։ Եվ Քրիստիկին էր ասել, ինչ լավ տղա է։ Գիտես, երբ որ եկեղեցի առաջի անգամ մարդը մտնում է, նայում է քեզ, եւ քո մեջ արդեն տեսնում է կենթանի Հիսուս Քրիստոսին, ամեն, որովհետեւ եկեղեցին դա սա չի, որ մենք պատկերացնում ենք այս պատերի, եկեղեցին կենթանի եկեղեցին ես եւ դուք եք, սիրելի եկեղեցի, Աստծո կենթանի տաճարները մենք ենք։ Ինչ հրաշալի է, որ ասում ենք այո եւ ամեն, բայց արդյոք օրվա մեջ մենք այս կենթանի տաճարները սուրբ ենք պահում։ Հոգևոր կյանքը խաղ չի, սիրելի եկեղեցի։ Եկել է ստապվելու ժամանակը, ամեն։ Ինձնից սկսած, տեսեք շշտում եմ, ինձնից սկսած, ես լուրջ հոգևոր կյանք եմ խնդրում Աստծուց, որովհետև դա Աստծուն չի պետք, դա ինձ է պետք, փառք մեր Աստծուն սիրելի եկեղեցի, մի քիչ քաջալերող խոսքեր կարդամ, հա, սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, Տեսեք ինչ հրաշալի է խոսում Հռովմայացիս 6-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Տեսեք Հռովմայացիս 6-րդ գլխի 6-րդ խոսքը ասում է. նրա հետ մեր հին մարմինը խաչվել է, որպեսզի մեղքի մարմինը կործանվի։ Տեսեք սիրելի եկեղեցի, ինչքան շատ կարևոր է, երբ որ մենք հասկանանք, որ մեր հին անձերը խաչն է բարձրացել Հիսուսի հետ։ Կարևոր է, որ հասկանանք։ Հասկանանք ոչ թե խոսքերով, այլ իրական, սրտանց, Քրիստոսի կատարած գործը գնահատենք մեր մարմններում, մեր կյանքի մեջ, ամեն սիրելի եկեղեցի, մեր Տերը բարի է, փառք Հիսուսին սիրելի եկեղեցի, ուրեմն
Տեսեք, երեք խոսում եմ, մի հատ շատ լավ աղբեր ունեմ, իր հետ էի խոսում։ Եվ ասում է, դե խնդիրներ ունեմ, դե խնդիրներ ունեմ, վերջը մեքենաս է փչացել, շատ մեծ ծախսերի տակ եմ, եւ ես իր կնոջը մոտավորապես 9 ամիս առաջ մի բան եմ ասել եմ լսի քուրս, Հիսուսը քեզ հաղթելու է, ինձ ասա ոնց ասի այդպես, ասավ իսկ ինչ պետք է անեմ, ասի սկսի առաջվա պես ծառայել Աստծուն, Հիսուսը քեզ հաղթելու է, եւ այդ խոսքերը Աստծուց էր դրվել իմ սրտում, որ ես ասեի։ Սաղմոս 91-ը շատ հրաշալի խոսում, ասում է, բարձրալի ծածկոցի տակ բնակվողը կհանգստանա ամենակարողի շուքի տակ, սիրելի եկեղեցի, ինձ համար ասել եմ եւ կասեմ, բարձրալի ծածկոցը դա քո եկեղեցին է, ամեն, երբ որ դու դուրս ես գալի տեսիլքից, երբ որ դու դուրս ես գալի այդ ամեն հրաշալի, այդ հզոր օծությունից, դու դառնում ես բաց դաշտ, սիրելի եկեղեցի, ես ուզում եմ, որ մենք համբերությամբ զինվենք, որ չասենք, գիտեք, շատ ժամանակ աղոթում ես, բայց չկա աղոթքի պատասխան, շատ ժամանակ խնդրում ես, բայց չկա, բայց մի դադարիր, երբեք մի դադարի քո խնդիրների մասին խնդրելուց Աստծուց, որովհետև Տերը հավատարիմ է, կգա եւ չի ուշանա, քո խնդիրը լիարժեք հանձնի Աստծուն, նոր ձևով հանձնի Աստծուն, նոր հավատքով, գիտես, եթե դու այսօր ասես, Տեր ջան, խնդրում եմ, որ հենց հիմա բժշկես քո վերքերի զորությամբ, բայց դու քո աղոթքին չհավատաս, լուրջ չի։ Խնդրի Աստծուց, որ քեզ հավատք տա, որ ստանաս այն գերբնական բժշկությունը, որ տարիներ, ամիսներ խնդրել ես Աստծուց, սիրելիս։ Մեզ այսօր հավատք է պետք։ Հավատք Աստծուն նոր կերպ մոտենալու, նոր կերպ զորանալու, նոր կերպ աղոթելու, ամեն սիրելի եկեղեցի։ Մեր Տերը բարի է, փառք մեր Աստծուն, սիրելի եկեղեցի։ Մենք բարի Աստծու ենք ծառայում։ Շատ ժամանակ խնդիրները գալիս են, մենք կարծում ենք, թե ընկանք, թուլացանք, բայց մեր Աստված հավատարիմ է։ Բայց մեր Աստված երբեք մեզ չի թողա, ամեն սիրելի եկեղեցի։ Գիտեք, ամենակարևոր բաներից մեկը, երբ որ ճանաչես քո իշխանությունը Աստծո մեջ, մի որոշ ժամանակ այն ինչ որ խնդիրների մեջ ենք եւ հավատում ենք, որ Տերն էլ կբարձրացնի, Տերն էլ կազատի։ Խնդիրների հետ կապված հանդիպումներ մարդկանց հետ, տարբեր մարդկանց հետ եւ դու կարաս աշխարհի մարդուց բան սովորես։ Սիրելի եկեղեցի։ Տեսեք Պողոս առաքյալը ասում է ամեկի պես իր նման եղա, որ հանուն Քրիստոսի շահ եմ։ Գիտեք, ես նոր մի քիչ առաջ ասեցի, չէ, եւ որ աշխարհը հոգնել է, Աստված օրհնի քեզ, վայ քուրիկս, վայ աղբերս, իրոք հոգնել է, իսկապես հոգնել է։ Այդ քուրիկ ու աղբեր բառից հոգնել է աշխարհը։ Նոր ձև է պետք ավետարանել, նոր ձև է պետք գնալ, զորությամբ Հիսուսի անունով ճանաչիր քո իշխանությունը Աստծո մեջ։ Երբ որ ես մարդու հետ խոսում եմ եւ միշտ կարծել եմ, որ գիտեք, ինչ որ մի հատ չգիտեմ, այսպես ասեմ, ներողություն եմ խնդրում արտահայտության ասեմ, ինչ որ մի հատ կռուկի մեջ կարան, որ ասես ես հոգևոր եմ, դա կհարգվի եւ ինձ շրջվեց, ասավ, գիտես, հոգևոր ես, հոգևոր գնա քո եկեղեցում հավատա։ Ասի լուրջ։ Հա, ասավ։ Չէ, այդ մարդը ինձ պրոցիվ չէր, այդ մարդը կակրաս ինձ հետ եկել էր զրույց անելու։ Եվ ինձ սովորացրեց, որ ամեն տեղ չի որ ասես, գիտես ես հոգևոր եմ, չէ, վեր կացու իշխանությամբ կանգնի Հիսուսի զորավոր անունով, ամեն, եթե ես աշխարհի առաջ խեղճացար սիրելի եկեղեցի, շատ վատ է, վեր կաց և քո զորությունով, որը որ Աստծուց է, կանգնիր, ամեն թշնամի ուժերի դեմ և հռչակի, քո խոսքը զորություն ունի, գիտեք սիրելի եկեղեցի, ովքեր որ ձիերով, կառքերով, չգիտեմ իրանց զորություններով, մենք մեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, փառք Հիսուսին, որ Հիսուս Քրիստոսի անունը վեր է ամեն անուններից։ Աղոթում էի մի օր հովիվի հետ և մարգարեություն եղավ։ Գիտեք սիրելի եկեղեցի, սա իմ գաղտնիքն է, ես իրավունք ունեմ ասելու։ Եվ Հիսուսը տեսեք ինձ ինչ ասավ, իմ մարգարեի միջոցով։
Ասավ զավակս, որ մի բան ես անում։ Մի ասի արել եմ, գիտեք, շատ հզոր խաշատներ ունեի։ Դե գիտես եկեղեցում եմ արել, սենց դիրքավորված եւ Տերը շատ լուրջ զգուշացրեց։ Մի ասի, որ ես արել եմ։ Թե չէ մի օր էլ թույլ չեմ տա, որ անես։ Սիրելի եկեղեցի, որ քո տանդ համար մի բան ես անում, առաջինը դու անում ես ինքդ քեզ համար։ Առատորեն ցանողը առատորեն էլ կհնձի։ Խոսքը մենակ ֆինանսի մասին չի։ Խոսքը քո հավատքի, քո ավետարանության, քո ջերմեռանտ այդ հզոր աղոթքի կյանքի։ Երբեք Տիրոջ առաջ իմ վկայության օրինակով եմ ասում, մի ասի ես այս բանը արել եմ։ Տիրոջ մեծ ողորմությամբ ես արել։ Շնորհակալ եղի Աստծուն, որ Տերը քեզ վստահել է, որ իր տան մեջ ինչ որ բան անես։ Ամեն։ Գիտեք, ինձ համար մի հատ հզոր վկայություն տամ, որ տարիների աղոթքից պատասխանը ստացել եմ։ Տարիներ աղոթքս սա է եղել։ Երբ որ սկսեցի գալ եկեղեցի, ես հովիվի հետ մոդիկ չէի։ Գիտեի իմ հովիվն է, ճանաչում էի, շատ զգաստ էի, օծությունը հարգում էի, եւ հիմա ավելի շատ եմ հարգում։ Եվ իմ մեջ մոտ հզոր ցանկություն առաջացավ մոտենամ այս մարդուն։ Հիմա կասեք ախպերս մոտեցի Աստծուն։ Փառք Հիսուսին։ Սրանք տարբեր բաներ են, սիրելի եկեղեցի։ Ես խոսում եմ մարդկային հարաբերության մասին։ Եվ Տիրոջ տարիներ խնդրեցի, 4 տարի։ Տեր, ինձ թիմ արա քո զավակի հետ։ Ես ուզում եմ։ Եվ փառք Հիսուսին, ես իմ աղոթքի պատասխանը ստացել եմ, բայց 4 տարի աղոթել եմ դրա համար։ Փառք Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, գիտեք կյանքում շատ բաներ կան, որ մեզ համար, երբ որ դու լսում ես ինչ-որ մի բան, ինչ-որ մի վկայություն, եւ ասում ես, լուրջ, ես ինչա վկայում։ Բայց երբեք բարձրից մի նայի։ Մարդը եթե վկայում է, իր տարիների աղոթքն է։ Գիտես կարող է ինչ-որ մարդ տարիներ աղոթել է, չգիտեմ, միգրենի համար, գլխացավի համար։ Ու ապասնի բան չկա, բայց մարդը տարիներ աղոթել է, ստացել է, սիրտը ուրախացել է։ Կիսվի այդ ուրախությամբ։ Քո աղբոր, քո քրոջ հետ։ Գիտեք, սիրելի եկեղեցի, Տերը մեզ նոր պատվիրան է տալիս։ Ասում է, սիրեք իրար, ինչպես ես եմ ձեզ սիրում։ Բայց շատ ժամանակ մեր մեջ սերը այնքան սառած է։ Փառք Հիսուսին։ Եվ եթե ձեր սրտում, օրինակ իմ սրտում դրվել է եւ ես աղոթք արել եմ, ասել եմ Տեր, խնդրում եմ, որ իմ ոտքերը զորությամբ պահես, քո տան մեջ, քո գործի մեջ, քո խոսքի մեջ, ամեն։ Չգիտեմ, ես երկրորդ ծառայությունն է, ինչ որ սկսել եմ, ես ինքս իմ մասին, իմ բացերի մասին խոսամ, չգիտեմ, Տերը սենց է առաջնորդում, սենց խոսում եմ, փառք Հիսուսին։ Ծառայության նստած ենք եւ նորից հովիվը նախատեց ու ասավ հեն քաղցրս ոտքերիդ վրա այդքան շատ վստահ մի եղե էլի, ինչ կեղնի։ Գիտեք, երբ որ քո առաջնորդը, քո հովիվը քեզ ինչ-որ մի բան հանդիմանում է, սիրով ընդունի, ում հանդիմանում է նրան շատ սիրվում է։ Ամեն սիրելի եկեղեցի, ամեն հովիվ ջան, փառք Հիսուսին։ Մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի, մենք բարի հզոր Աստծու ենք ծառայում։ Գիտեք, կարևոր բան է, երբ որ մենք ճանաչենք մեր իշխանությունը Քրիստոսի մեջ, մենք շատ ժամանակ մեր իշխանությունը, մեր զորությունը չենք կարողանում ճանաչենք։ Եվ դա ամենամեծ խնդիրներից մեկն է։ Գիտեք, տարիներ բոլորին նայել եմ, սա մեղք գործեց, սա էս արավ, սա են արավ, սա են արավ, կարծես թե արդեն նստել էի դատավորի հաթոռին, ես այնքան սուրբ էի ու դատում էի բոլորին, բայց մի օր հասկացա, որ կարող եմ մի աղբոր դատեմ մի բանի մեջ, հետո ինձ այդ բանի մեջ բռնացնեմ։ Որովհետև Տիրոջ խոսքը ասում է, ինչ դատով որ դատեք, այդ դատաստանով էլ կդատվեք։ Դա գիտեք ինչի մասին է խոսում։
Այ որ մին քուրիկի ասում ես դե հերիք է էլի, խոսքի Սիլվա քուրիկ, հերիք է էլի բամբասես, մեկ է տեսնում ես Անուշ քուրիկը հարմար Անուշ չէ էլի Վալերիա քուրիկը հարմար բամբասում է ինչ-որ մեկից։ Մի դատի որ չդատվես։ Ինչ դատաստանով որ դատես, այդ դատաստանով է կդատվես։ Մեզ կարևորը այդ աթոռը դատավորի, թողենք դատավորին։ Մեկն է դատավորը, Հիսուս Քրիստոսը։ Ամեն ճշմարիտ դատաստանը նրանն է։ Կարում ես կողքինիդ համար աղոթի, օրհնի, զորացրի, բարձրացրի, չես կարողանում մի էլ խանգարի։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին։ Մենք բարի ու հզոր Աստծու ենք ծառայում, փառք մեր Աստծուն։ Տեսեք Հիսուս Քրիստոսը մեզանից ինչ է ուզում։ Ճշմարիտ երկրպագություն, որ հոգով կլինի, որ խոսք չի լինի։ Գիտեք, Հիսուսը ասում է, ես սրտերը ու երիկամուկները քննող Աստված եմ։ Քրիստոսին պետք են ճշմարիտ երկրպագողներ։ Եվ տեսեք Տիրոջ խոսքը ինչ է փաստում։ Հալելույա։ Հովհաննես 4-րդ գլուխ 23 խոսքից եմ կարդալու։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ճշմարտությունով, որովհետեւ Հորն իրեն այդպես է երկրպագողներ են ուզում։ Տեսեք ասում է Հորը այդպիսի հայրը այդպիսի երկրպագողներ է ուզում, այսինքն ճշմարիտ երկրպագուներ է ուզում Հիսուս Քրիստոսը։ Մեր Աստված ճշմարիտ երկրպագողներ է ուզում, ճշմարիտ երկրպագությունը գիտեք որն է սիրելի եկեղեցի։ Երբ որ մտնում ես քո աղոթքի սենյակ եւ սկսում ես քո Աստծուն երկրպագել, կարծես թե բան չկա երկրպագելու, բայց դու նրան երկրպագում ես։ Քո հոգին է նրան երկրպագում։ Գիտես դու մտնում ես քո աղոթքի սենյակ եւ սկսում ես աղոթել քո խնդրիդ համար, քո, չգիտեմ, ֆինանսիդ համար, քո առողջությանդ համար, քո հարաբերություններիդ համար, բայց դու քո աղոթքին չես հավատում, սիրելի եկեղեցի։ Գիտեք ինչքան ա եղել, ես մտել եմ, աղոթել եմ, բայց ես դուրս եմ եկել իմ աղոթքի սենյակից, աղոթքի սենյակը մի պատկերացրեք ինչ-որ մի սենյակ, որը ես մտնում եմ, կրոնը, չէ, այդպիսի բան չկա, աղոթքի սենյակը նա է, որ ես Աստծո հետ առանձնանում եմ։ Եվ դու աղոթում ես, բայց քո աղոթքին դու չես հավատում։ Խաղը։ Հավատա քո աղոթքներին։ Սկսի աղոթելը, որ Տեր, խնդրում եմ։ Այ եկել եմ քո առաջ, Հայր, անկեղծ եկել եմ քո առաջ, այս հարցը ուզում եմ, որ լուծվի։ Այս խնդրից ես չեմ կարող ազատվեմ։ Ատելությունից չեմ կարող ազատվեմ, Հիսուս, քեզ չեմ կարող խաբեմ։ Խնդրում եմ, որ ինձ ազատես ատելությունից, ազատես տառապանքից։ Հայր չեմ ուզում, բայց անում եմ, խնդրում եմ ների, ողորմա, բարձրացրա։ Սիրելի եկեղեցի, ավետարանը խոսում է եւ փաստում է, մեղք չկա որ չներվի, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից, ըստ ավետարանի։ Բայց մենք այնքան բարի Աստծո ենք ծառայում։ Եվ սա վարդապետական շեղում չի, սա իմ սեփական կարծիքն եմ ասում, որ Աստված ամեն մեղք ներում է։ Որովհետև երբ որ Քրիստոսը չարչարվում էր խաչի վրա, Եսայի մարգարեության մեջ ասում է մի խորժելի տեսք չկար նրա վրա։ Փշեպը սակը դրել էին, թունավոր, գլուխը ուռել էր, թոքերը ջուր էր լցվում, ոսկորները ջարդած։ Խաչելությունից առաջ 39 մտրակի հարված, ամեն մտրակի հարվածի հետ միսը դուրս էր գալի կաշվի հետ։ Գիտեք, մարդու օրգանիզմում 39 հիմնական հիվանդություններ կա։ Եվ 39 անգամ մեր Քրիստոսը մտրակվել է։ Եվ ամեն մի մտրակի հարվածը վերցրել է քո հիվանդությունը իր վրա։ Եվ ես չեմ հավատում այն փաստին, ես չեմ մերժում ավետարանի խոսքը, սիրելի եկեղեցի։ Ես հավատում եմ իմ բարի Աստծուն, որ Քրիստոսի առաջ անկեղծ աղոթքը եւ անկեղծ ապաշխարությունը ներվում է։ Որովհետեւ այդ Աստված իմ համար այնքան թանկ այրուն է թափել։ Եվ թափելուց առաջ այնքան չարչարվել։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ես ունեմ 2 երեխա եւ երրորդս Աստծո մեծ ողորմությամբ մինչեւ հիմա էլ հավատում եմ, չգիտեմ, հավատում եմ տղա եմ ունենալու։ Ամեն։
Գիտեք, որ ինձ ասեն անկեղծ, գիտեք, հոգևոր մարդը ինքը անկեղծ մարդն է, սիրելի եկեղեցի, որ հետին միտք չունի։ Մտածում է, ասում է։ Եթե ինձ ասեն երեխուդ համար խաչվի, կմտածեմ։ Պատասխան չեմ տա։ Եթե կա տենց հզոր ծնող դալիճում նստած, թող ձեռ բարձրացնի, որ հենց հիմա ասեն գնա երեխուդ համար մահացի կմահանա, հենց հիմա։ Բայց ոչ թե դա լինի խոսք, այլ իրականություն։ Դու Հիսուսի առաջ ես։ Չկան ձեռքեր։ Բայց Հիսուս Քրիստոսը մեր նման մեղավորների համար խաչը բարձացավ։ Հիմա տեսնում եք, թե Հիսուսը մեզ ինչքան է սիրում։ Փառք Քրիստոսին այդ սիրո համար։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի։ Մենք բարի Աստծու ենք ծառայում։ Եվ այդ ձև Աստծուն մեր գործերով պետքա չդավաճանենք։ Տիրոջ խոսքը ասում է, շատերը վերջին ժամանակներում սխալ վարդապետություններին կնայեն եւ հավատքիցը կշեղվեն։ Տիրոջ խոսքն ասում, ես չեմ ասում։ Որտեղ է շեղվել, կանգնի։ Քո շեղումը որտեղ է, կանգ առ եւ ճանաչի ով է Քրիստոսը, սիրելի եկեղեցի։ Փառք Հիսուսին։ Գիտեք, տարիներ առաջ էր։ Ինչ որ հարցով ինձ պրոստը հրավիրեցին։ Գիտեք, Տիրոջ առաջ մի խոստում ունեմ։ Տեր, ինչքան կբարձրացնես ինձ քարոզելուց, կխոսամ այն, ինչ դու ուզում ես։ Կասեմ այն, ինչ դու առաջնորդում ես։ Ամեն։ Եվ հավատում եմ այն, ինչ վկայություններով եւ Աստծո խոսքով է հիմա կիսվում եմ, ձեզ համար շինություն է։ Փառք Տիրոջը։ Զանգեցին ինձ տարիներ առաջ եւ ասացին. Գիտես, այսպես, ախպեր խնդրում եմ, ես չեմ կարա, դու հոգևոր մարդ ես։ Վերջը բոլոր եկեղեցիներով երեխուն ֆրասնում ենք, ինձ համար կապ չունի, ինքը հոգևոր մարդ չի։ Որտեղ լսում է, եկեղեցի կա տանում է։ Բայց ասեմ ավելին, այդ երեխեն ստեղ է բժշկվել։ Այս եկեղեցում։ Փառք Հիսուսին։ Եվ ասի կաշկանդվեցի, ասի լավ ախպեր, ասի խնդիր չկա։ Կգամ։ Գնալուց առաջ իմ առաջնորդներին չզգուշացրեցի, բայց դուրս գալուց հետո իսկույն զգուշացրել եմ, որովհետև եկեղեցին կարգ ու կանոնի եկեղեցի է, ամեն սիրելի եկեղեցի։ Եվ մտա մի եկեղեցի, դալիճը շատ մեծ ժողովուրդ կար։ Եվ ժողովուրդը փառաբանում է, եւ ես ինքս իմ մեջ ասում եմ, փառք ես Տեր իմ տանս համար։ Փառք ես Հիսուս իմ տան համար։ Իմ տունս իմ տունն է, ամեն։ Օծությունը շատության մեջ չի։ Սիրելի եկեղեցի, Հիսուս Քրիստոսը չասավ, որտեղ 1000-ը, 2000-ը, 3000-ը ես այնտեղ եմ, ասավ որտեղ 2-ը եւ 3-ը իմ անունով հավաքվեն, ես այդտեղ եմ։ Այստեղ 3 հոգուց շատ ենք։ Անկամ չգիտեմ իշքան։ Ամեն սիրելի եկեղեցի։ Սիրելի եկեղեցի, աշկի երևույթով չնայես։ Օծությունը շատությունից չի։ Քո աչքերը շատ կարան քեզ խաբեն։ Նայր քո հոգուն, թե ինչ է ուզում քո հոգին։ Գիտեք, հոգու մարմնի կյանքը դա պայքարի կյանք է։ Մարմինդ ուզում է վայելի, շատ վայելի։ Տարիներ առաջ էր, երբ որ իմ աղբորս հետ գնում էի կաչատեղնելու, տենց բան էինք, շտանգաներ էինք բարձրացնում, ինձնից դուրս ծանր քաշեր տվեցի մեջքս։ Այ մարդ տեսնում եմ, այս իմ աղբերը արդեն սես գնում է հայլիների առաջ, սես կանգնում է, սենց անում, ասում եմ լուրջ տարվել է էլի արդեն, այս ինչ անում, բանկաներով պրոտեիններ խմում, տարբեր, էսի օվտենում ասում աղբեր, ես ինչ լավ լծվել ես, և այդ օրերին հասկացա և աղբորս հարց տվի ասի, իսկ կարդում ենք Աստվածաշունչ, սենց մի քիչ նայեց, մտածեց ինքը խասյաթներ ունի, որ այդ բանը առաջ չի եղնում, սկսում է մտածել, թե ինչ պատասխանի քեզ, սենց նայեց,
Այս վերջերս տենց չէ, բայց հա։ Գիտեք ինչն է այստեղ կարևորը։ Մարմնավարժության մեջ էինք աճացնում մեզ եւ հոգեվորը հետ էր գնում։ Երբ որ քո հոգեվորդ հետ է գնում, մարմինդ կգա օրը, որ արագ հետ կգնա։ Բայց երբ որ քո հոգեվորը դու դնես առաջի տեղ, քո մարմինն է, քո ֆիզիոնոմիան էլ, քո միտքն էլ, քո առօրյան էլ կլցվի օրհնություններով Հիսուսի անունով։ Ամեն սիրելի եկեղեցի, ես դեմ չեմ պարապմունքներին, պարապելուն։ Ես կողմ եմ դաժե կասեմ, բայց առաջինը եկեք դնենք հոգևոր կյանքին, հոգևոր կյանքը խաղ չի։ Հովիվ ջան, երբ որ սկսեմ ծառայողականներին չկամ, օգոստոսի 9-ը հիշացրա ինձ։ Ամեն, Տերը օրհնի։ Գիտեք, երբ որ դու որոշում ես կայացնում, Տերը լսում է։ Կարևորը դու հավատարիմ մնաս քո որոշման մեջ։ Տիրոջ խոսքը ասում է, քչի մեջ հավատարիմը շատ բաների մեջ կդրվի։ Հավատարիմ մնա այն քչի մեջ, որի մեջ դու կաս։ Եվ շատ բաների մեջ կդրվի։ Սիրելի եկեղեցի, իմ հորդորնա ձեզ, թողեք աշխարհի կարծիքները, թողեք աշխարհի լայքերը, թող երկինքը ձեզ լայքի։ Թող երկինքը ձեզ լայք դնի։ Գիտեք, աշխարհը մի օր ձեզնից այսպես կասի, մի օր այնպես կասի։ Մեծ շատ լավ մարդ կար, Տերը օրհնի, աղոթում եմ Հիսուսի անունով, գիտեմ, սրտի հետ կապված խնդիրներ ունի, թող Հիսուսի անունով բժշկված լինի։ Որ ինձ տեսնում էր, ասում էր, ցավը տանեմ, մեռնեմ ջանիդ, այս ինչ լավ տղա ես, այս ինչ ոսկի մարդ ես։ Եվ վերջերս մի փոքր խնդիր եղավ, իր սրտով չգնացի, իր կապրիզը չտարա, ասավ, ինչ կեղտոտ տղա ես։ Տեսակ, սա աշխարհն է, սիրելի եկեղեցի։ Մի օր լավն է, մի անգամ չանես դիմացինի ուզածը դառնում ես վատը։ Ամեն, Հովիվ ջան, ամեն, ճիշտ է ասում Հովիվը, շատ ճիշտ, եկեղեցիներում էլ է այդպես, աշխարհում է այդպես։ Բայց դուք տեսեք ձեր առօրյա կյանքով եկեք եւ ես տեսնեմ իմ առօրյա կյանքով ինչքան եմ չգնահատում Աստծո գործը իմ կյանքի մեջ, բայց երբեք Հիսուսը չի ասում ինչ վատն ես։ Նաբարոտ, Հիսուսը ասում է, բայց ինչքան լավ աղոթող է, բայց ինչքան լավ երգում է։ Միշտ քո մեջ լավն է տեսնում, որովհետեւ դու իր ստեղծագործությունն ես, ամեն։ Քեզ ստեղծողին մի անարգիր։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Եկեք ոչ թե ապրենք աշխարհի համար, այլ ապրենք Քրիստոսի համար։ Գիտեք, հիմա մի բան կասեմ, կարող է զարմանաք նաև, ասեք լուրջ, այս ինչքան անկեղծացավ։ Գիտեք մայրս ինչի չի գալի եկեղեցի։ Խոսում եմ իմ մորս մասին։ Եթե այստեղ մարդ կլինի, որ կասի, իմ ընտանիքում խոսակցություն չկա, իմ ընտանիքը սաղ սենց հարդ գնում է, կասեմ Տերը օրհնի, ազատագրվի այդ ստերից։ Տանը մի փոքր որ խնդիր է լինում, իմ մայրը շուտ գայթակվում է։ Վայ բա դու հոգևոր ես, փառք Հիսուսին, որ կինս չի գայթակվում։ Ճիշտ է, մեկ ասում է Հենրի եղբայր, տենց հիշացնում է, Աննա քուրն է ինձ լավ ասում Հենրի եղբայր, ասում է իա Հենրի եղբայր ու ինքն ու Հակոբը ծիծաղում են ին վրա։ Բայց չեն գայթակվում, փառք Հիսուսին։ Բայց մայրս չդիմացավ, գայթակվեց։ Դու հոգևոր ես, բա։ Վայ մամ ջան, ասում եմ, բա մոռացել ես, որ այն որ առաջի անգամ եկել էիր, եկար աղոթելու, Հովիվն էլ ասավ, այ քուրս ասավ, ես փնջով հիվանդությունները որտեղից ես բերել, ազատագրվեցիր ու ազատագրվեցիր, բայց նույն եկեղեցին է, այդ նույն եկեղեցու մարդն է, մոռանում են ամեն բան շուտ։ Բայց փառք Հիսուսին, հավատքի մեջ է, կապրիզներ է, կանցնի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ես խոսում եմ իմ մասին, դուք ես տես։ Եվ ուզում եմ գիտես մի բան ասեմ, նաև ես իմ սխալը
նոր ձևի ուզում եմ հասկանամ։ Որովհետև շատ ժամանակ ես խոսացի քարոզի դեմից, որ մեզ են տեսնում, եկեք մեզ այնպես պահենք, որ մեզ տեսնողը ոչ թե գնա, այլ գա, ամեն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին, թե մեր վարքով, թե մեր խոսալով, թե մեր ձևով, բայց հիշի, միշտ ճանաչիր քո օծությունը եւ իշխանությունը Քրիստոսի մեջ, ամեն, երբեք իշխանությունը չկորցնես, փառք մեր Աստծուն։ Մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի, մենք հզոր, մենք բարի թագավոր Աստծու ենք ծառայում, սիրում եմ իմ Աստծուն, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջ, սիրելի եկեղեցի։ Տեսեք, մեր հավատքը շատ ժամանակ, երբ որ մենք չենք տեսնում մեր աղոթքի պատասխանները, թուլանում է, սիրելի եկեղեցի։ Ես ինքս այդպես եմ։ Քանի օր առաջ էր Հովիվի հետ խոսում եւ ասացի Հովիվ ջան, այս հարցից արդեն հոգնել եմ։ Արդեն հանձնում եմ Աստծուն։ Փառք Հիսուսին, որ մենք ունենք այս մարդուն մեր կողքը։ Իրա դարդը, իրա ցավը թողած, ամեքից ցավով, ամեքից դարդով տապալվում է, տարապում է ամեքից հետ, ընկնում է, բարձրանում է։ Բայց եթե այս չի իրական Հովիվը, ով է։ Գիտեք, ես սովոր չեմ այն հովիվներին, որ պետքա հերվից իրան նայենք։ Քրիստոսին ամբողը հրում էր, ամբողը կպնում էր, փեշերից քաշում էին, մարդիկ բժշկվում էին։ Իսկ կարծես մեր օրերի մեջ մի քիչ ուրիշ է։ Բայց փառք Հիսուսին, այն հարաբերության համար, սիրելի եկեղեցի, որ մենք ունենք Աստծո հետ եւ մեր առաջնորդի հետ, ամեն սիրելի եկեղեցի, գնահատեք այդ ամեն բանը, ամեն թող գնահատություն բարձրանա մեր մեջ, թող գնահատություն գա Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Գիտես, եթե դու քո կողքի մարդուն, Տիրոջ խոսքը ասում է, եթե դու քո աղբորը տեսնում ես ամեն օր եւ չես սիրում, ստախոս, ինչպես ես ասում, որ Հիսուսին սիրում եմ։ Սերը դա գործողություն է, սիրելի եկեղեցի։ Գիտեք, իմ կինը անընդհատ է ասում, դու ինձ մի անգամ այսպես փաղախշական խոսքեր չասիր, դու ինձ այսպես, դու ինձ չես սիրում։ Տարիներ անցել է եւ չի հասկացել, որ իմ սերը գործողություն է, խոսք չի։ Տերը օրհնի, դե ես էլ այսպես եմ էլի Հովիվ։ Փառք Հիսուսին։ Այսօր ձեր կողքիներին սիրելի աղբերներ, սաղդ ասեք, ես ձեզ շատ սիրում եմ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հովիվ ջան, եթե Սպարտակը լսում է, վստահ եմ, որ զանգելու է ասի։ Ամեն, փառք մեր Աստծուն։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջին։ Սպարտակից պետքա սովորենք ուրեմն։ Ամեն։ Տեսեք Եբրայեցիներից 11 առաջի խոսքը ինչ է ասում։ Փառք Հիսուսին։ Հավատքը հուսացված բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Տեսեք, մեր կյանքում շատ ժամանակ Տիրոջ խոսքը ասում է հավատը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Մենք շատ ժամանակ սիրելի եկեղեցի կան բաներ, որ չեն երևում, մեր հավատքը դրա ապացույցն է, որ չենք տեսնում, բայց աղոթում ենք։ Գիտեք, քո կյանքում եթե կան խնդիրներ, որ կանգնել ես, չես աղոթում, էլ այդ խնդրի համար չես գալի Տիրոջ առաջ, եւ ասում ես աղոթել եմ, մի դադարիր, սկսիր նորից աղոթելը, սկսիր հռչակումներով, հռչակի քո իրավիճակների վրա, հռչակի քո կանգնած գործերի վրա։ Ամեն սիրելի եկեղեցի։ Եվ ասեմ մի հատ հզոր նորից վկայություն, ամիսուկես առաջ անընդհատ ասում էի, դες գործես ինչ ծև կանգնեց, ես ինչ ծև կանգնեց, եւ եկա թաքուն Աստծո առաջ եւ հիմա եմ անկեղծանում, ասի Տեր ջան,
թող Տեր իմ բերանից դուրս եկած այդ ամեն խոսքի զորությունը քանդվի քո անունով, իրապես որ կանգնեց։ Թող հիմա նոր շարժ սկսի Հիսուսի անունով։ Քո խոսքը զորություն ունի, սիրելի եկեղեցի, ուշադիր եղի, թե ինչ ես խոսում։ Ուշադիր եղի, թե ինչ ես հրճակում։ Որովհետև Տիրոջ խոսքը ասում է, այն ինչ եղավ, խոսքով եղավ, եւ առանց խոսքի ոչինչ չեղավ։ Փառք Հիսուսին։ Քո խոսքը հզոր իշխանություն ունի։ Փառք մեր Աստծուն։ Ամեն անգամ, երբ որ դու տեսնում ես, քո խնդիրը դեռ կա, կարծրացել է եւ չի գնում, սկսի ավելի շատ հրճակել քո խնդիրների վրա։ Սկսի կարծրացած խնդրի, ես հրճակում եմ, չգիտեմ, անունը դուր քո խնդրի եւ ասա Հիսուսի անունով հալվես ու ջնջվես իմ կյանքից։ Ամեն։ Որովհետեւ քո կարծրացած խնդիրները իշխանություն չունեն այնքան քո վրա եւ ձեր վրա, սիրելի եկեղեցի, ինչքան Քրիստոսը։ Որովհետեւ մենք Հիսուսինն ենք պատկանում։ Ձերքդ քո վրա դիր եւ ասա Տեր, ես քեզ եմ պատկանում, իմ Աստված, ես քոնն եմ։ Եվ ոչ մի չար ուժ, չար իշխանություն, իմ վրա իշխանություն չունի Հիսուսի անունով։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Փառք Հիսուսին։ Շատ ժամանակ շատ մարդկանց մոտ որ նստում եմ, գիտեք, այսպես սովորել եմ։ Տարիներ ես էլ եմ այդպես մտածել։ Բայց տարիներ հովիվը ինձ ինչ առաջնորդ է։ Հովիվ աչքը։ Հովիվ բա որ իմանան այսպես։ Հենո ջան, ազատ եղի։ Հովիվի ծառայությունը, սիրելի եկեղեցի, Կիրակի օրը բեմից քարոզելը չի։ Հովիվի ծառայությունը տարին 12 ամիս 360 օր իր ժողովրդի հետ աշխատելն է։ Եվ որը որ անում է մեր հովիվը։ Ծածուկում, ամեն մեկի հետ։ Եվ այստեղ հավատում եմ, դալիճում նստած մարդիկ անձնական լիքը շփումներ ունեն հովիվի հետ։ Խոստովանել են, աղոթել է հովիվը, օծել է, օրհնել է, բարձրացրել է։ Փառք Հիսուսին։ Նորից կրկնում եմ, հովիվ չեմ քարոզում։ Քարոզում եմ խաչված եւ հարություն առած Քրիստոս, որի միջոցով մեր հովիվը հաստատվել է տարիներ առաջ, 30 տարի առաջ, կանչվել է եւ ծառայում է Աստծուն։ Գնահատենք մեր առաջից գնացողի օծությունը եւ մեր առաջի մարդուն։ Գնահատենք, փառք մեր Աստծուն, սիրելի եկեղեցի։ Երբ որ դու սկսես գնահատելը քեզ զանից գնացողին, մի օր կտեսնես, որ դու ես արջևից գնում, ամեն։ Երբ որ ճամբարում էինք, այսպես հովիվի նման ասեմ, չգիտեմ ով ա եղել, որ ասել են Մոսկվայում ինչ սար կա, երբ որ սարն էինք բարձացել, եւ այդ օրը մասնակցեցինք ջրի մկրտությանը, հետո տուն գնացինք, հետո հաջորդ օրը ես եկա ծառայության եւ հովիվը ասավ ես սենյակում եմ, երբ որ ասին Հենոն եկել է, ես ասավ մի անգամից հասկացա, որ ես քեզ պետք է օծեմ առաջնորդ։ Եվ փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի, այն օծությունը, որ Աստված քեզ վստահել է քո եկեղեցում, կլնես առաջնորդ, տարածքի առաջնորդ, հովիվի օգնական, չգիտեմ, կարգ ու կանոնի մեջ։ Տարիներ իմ սիրած ծառայությունն է եղել, կարգ ու կանոնը։ Փառք Հիսուսին, ես հավատարիմ կանգնած ծառայել եմ։ Ամեն։ Գիտեք, սիրիր քո ծառայությունը Աստծո մեջ։ Գնահատիր քո ծառայությունը, գնահատիր այն օծությունը, որ քո վրա կա Աստծուց։ Ժամանակները, սիրելի եկեղեցի, շատ արագ անցնում։ Աշկդ թարթում ես, տեսնում ես, այն կողքինը չկա, կներեք, որ այսպես տխուր նոտա եմ մտցնում, աշկդ թարթում ես, տեսնում ես այն մի մարդն է, այս ինչ բան։ Գիտեք, ապրում ենք չար ժամանակներ։ Եկեք սկսենք աղոթելը բոլորի համար, մեր կողքինների, մեր ընտանիքի անդամների, որովհետև Տիրոջ խոսքը ասում է, ոռոգողը ինքն է կոռոգվի։ Ամեն։ Փառք մեր բարի, մեր թանկ, մեր հզոր Աստծուն։ Հալելույա։ Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, կներեք։
Փառք Աստծուն։ Տեսեք, ինչ հրաշալի է խոսում եւ Տիրոջ խոսքը Հովի ջան, հավատում եմ, որ սեպտեմբեր ամսին ամբիոմ է եղնելու է։ Քարոզի ժամանակ էս իշքանից խանգարեց, հա անընդհատ շնորհում։ Հավատում եմ, որ լինելու է։ Ջան։ Ամեն։ Երկրորդ Պետրոս 3-րդ խոսքից եմ կարդալու 3-րդ գլխից 10-րդ խոսքից։ Տեսեք, ես քիչ կկարդամ, մինչև կկարդամ 3-րդ խոսքի հենց սկզբից 10-րդ խոսքի հենց սկզբից կկարդամ, մնացածը դուք կարող եք տանը ընթերցել, սիրելի եկեղեցի, կկարդամ ու եկեք կանգնենք աղոթքի, տեսեք ինչ է խոսում, բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա։ Այն ժամանակ երկինքը շարաչյունը պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կկիզվեն։ Պիտի քանդվի եւ երկրի ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվի։ Տիրոջ խոսքը ասում է գողի պես է գալու իմ օրը։ Եվ երկրի վրա ամեն գործ, որ Տիրոջի չի պետքա քանդվի։ Եկեք հասկանանք, որ Տիրոջ օրը շատ մոտ է եւ Տիրոջ օրը գողի պես է գալու, սիրելի եկեղեցի։ Կարող է փառաբանության խումբը գա։ Ես չգիտեմ, սիրելի եկեղեցի, իմ քարոզով իշխանով որ կարեցա, քաջալերեցի, բարձրացրեցի, օրհնեցի։ Ես ուզում եմ, որ ամեն մեկս էլ հասկանանք, որ հոգևոր կյանքը խաղ չի, շատ լուրջ է։ Որովհետև Տիրոջ խոսքը ասում է, իմ օրը գողի պես է գալու։ Տերն է ասում, ես չեմ ասում։ Եվ վայ նրան, որ Տերը կգա ու կկանգնենք Տիրոջ առաջ առանց ապաշխարել, առանց մեր գործերից հետ քաշված։ Երանի նրան, որ չտեսավ ու հավատաց, բայց ոչ երանի նրան, որ կտենա նոր կհավատա։ Սիրելի եկեղեցի, կարող ես սրտան ձեռքդ բարձրացնել ու ասես ես երանելի եմ։ Տիրոջը չեմ տեսել, բայց հավատում եմ։ Իրար հետ աղոթելու ենք։ Աղոթելու ենք, որ Տերը կանգնացնի այն ամեն մեր սխալ հոգևոր կյանքը, որ մեր մեջ ձևավորվել է, որովհետև ամենքից մեջ է կարա սխալ հոգևոր կյանք ձևավորվի։ Կարծես թե ապրում ենք հոգևոր, բայց աշխարհում ենք։ Կարծես թե տաք ենք, բայց գոլ ենք։ Կարծես թե ինչ-որ մի հատ գոլ ընթացք է, բայց շատ սառն ենք։ Սառել ենք եկեղեցու նկատմամբ, սառել ենք մեր հովի նկատմամբ, սառել ենք մեր հարազատների նկատմամբ։ Մեր բաժինը օրհնելն է։ Մեր բաժինը տալն է։ Առատորեն ցանողը առատորենը կհնձի։ Քո կյանքիդ խնդիրները բեր Աստծուն։ Աստծուց լավ ոչ մեկ չգիտի քո խնդիրները։ Աստծուց բացի չես կարա կիսվես այնքան ինչքան Աստծո հետ։ Այսօր քո խնդիրները տուր Աստծուն։ Քո տարիների կարծրացած խնդիրները տուր Աստծուն։ Ու ասա Տեր, եթե կա կարիք հավատքի, որ քեզ հավատք օծի Աստված, որ այդ խնդիրը թալվի, ասա Տեր, տուր ինձ հավատք, որ անցնեմ իմ ճանապարհը։ Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, օրհնված եմ ձեզնով։ Ես օրհնված եմ այս տանով։ Ես օրհնված եմ իմ եկեղեցով։ Իմ եկեղեցին ինձ համար թանկ է, որովհետև սա Աստծո եկեղեցին է։ Որովհետև ամեն կիրակի ես գալով իմ դարդերը, իմ խնդիրները, իմ առողջական խնդիրները, ընտանիքում խնդիրները, գործնականում խնդիրները, ամեն բան բերում եմ Աստծուն։ Սա իմ տունն է։ Ծառայիր քո տան մեջ, հավատարիմ ձև, նոր ձև կանգնիր, նոր զորությունով, նորացությունով Հիսուսի անունով։ Եկեք աղոթենք։ Հայր, ամենակարողս, շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Խնդրում եմ, որ դադարեցնես։
Դադարեցնես մեր մեջ բարձրացած հոգևոր խաղը եւ գա քո իրականությունը, քո զորությունը Աստված։ Օծությանդ կարիքն ունենք Հայր։ Խնդրում եմ, որ ինձնից սկսած բոլորին հպվես, զորացնես, նոր ձևի Հիսուսս։ Կարիքդ ունենք Աստված։ Աղոթում եմ, որ նոր ձևով, նոր աստվածային կրհակիչացնես ծառայության համար, որ գնալու, որ քո ասած ձև ամբողջ աշխարհին ավետարանը քարոզելու, օրհնելու եւ մկրտելու Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Հայր, աղոթում եմ, որ գործես մեր միջոցով, Տեր։ Աստված մեր բազուկները թուլացել է, զորացրա։ Աստված մեր գործերը կանգնել է օծի։ Աստված մեր առողջությունը տկարացել է օրհնի։ Կարիքդ ունենք Հիսուս։ Խնդրում ենք, որ մեր աչքերը բաց անես քո իրական հոգևոր կյանքի հանդեպ, Տեր։ Մեր ակաշները բացես, որ խրատը հանդիմադրությունը լսենք եւ գնանք առաջ Աստված։ Նոր ձև օծես ու բարձրացնես Հիսուս։ Ներես ու ողորմած մեզ, Տեր։ Ներես, որ մինչև հիմա Տեր Աստված չգնահատությամբ ենք եկել քո առաջ, Տեր։ Քո ողորմությունն, օրհնությունը նոր ձևով կա մեր վրա, Տեր։ Խնդրում եմ, որ նոր ձևով բարձրացնես, օրհնես, Տեր, քո տունը, քո զավակներին, օրհնես իմ հովվին, Տեր, նոր ձևով օծես իմ հովվին, Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք նրա համար, շնորհակալ ենք մեր եկեղեցու, մեր ժողովրդի համար, քեզ իմ Աստված։ Գոհություն քեզ։ Շնորհակալ եմ Աստված։ Եվ հետագա ժամերն է բերում եմ այդ քո սուրբ թանկ արյան մեջ եւ աման կարծրացած խնդիր մեր կյանքում թող քո անունով եւ քո զորությունով հալվի Հիսուսի անունով ամեն Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться, Ты покоишь меня на сляжних пажитях, о, к водам тихим водишь меня, где бы я ни шел, не боюсь я зла, где бы я ни шел, ты всегда со мной, о, где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоит меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной, ты всегда со Где бы я мной. ни шел, Не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня, Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться, Ты покоишь меня на сладких пажитях, к водам тихим водишь меня. Հալելույա։ Պարտիրոջը, այսօրվա հրաշալի պաշտանունքի համար։ Տեր, մենք եկել ենք քեզ երկրպագելու, փառաբանելու, բարձրացնելու, խոսքդ լսելու։ Եվ շնորհակալ ենք այսօրվա պատգամախոսից հրաշալի ծառայության համար։ Տերը օրհնի աղբերս։ Կարող եք մի բան նստել Տիրոջ ներկայության մեջ։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին ունենք հզոր մարդիկ, որոնք կարող են ծառայել, փառաբանել, երկրպագել,
աղոթել մեզ համար, խոսք խոսել եւ ամեն մեկի շնորհակալ պետք է լինենք։ Այսօր շնորհակալություն ենք հայտնում մեր փառաբանության խմբից, մեր սիրելի եղբորից, ամեն բան հրաշալի, ամեն Աստծո տան մեջ եւ ժամանակը եկել է, որ մեկս մեկին գնահատեն։ Գիտեք, Աստված պաշտությունը ամեն բանից վեր է։ Բայց Աստվածաշունչն ասում է, երբ որ քո եղբորը տեսնում ես եւ չես սիրում, ասում որ չես տեսել, ինչպես կարող ես սիրել, եւ շատ կարեւոր է մեկս մեկին գնահատել, ոչ թե մեկս մեկին վատաբանել, ցածրացնել, ցածրացնողը ինքն էլ կցածրանա, բարձրացնողը ինքն էլ կբարձրանա։ Այո, այսօրվա ծառայության խոսքը հրաշալի է այն առումով, որ հոգևոր կյանքը դա խաղ չէ, այնքան իրական է ամեն բան։ Եթե մենք դեռևս չենք հասկացել դա որքան իրական է, ապա այսօր ժամանակն է, որ հասկանանք երկինքը, երկիրը, հոգևոր կյանքը, դիվային աշխարհը, հոգևոր աշխարհը այնքան իրական է, որ ուղղակի չենք եկել այստեղ խաղալու կամ եկեղեցիներ հավաքվելու, ինչ որ բան անելու, կազմակերպելու, սա կազմակերպություն չէ, սա մի տեղ է, որտեղ Աստծո հոգին պետք է գործի եւ գործում է։ Աստծո հոգու գործը պետք է ամեն ժամանակ տեսնել եւ գնահատել։ Այո, խոսեց եղբայրս Սաղմոս 46:10-ից դադարեցեք եւ ճանաչեք ով է Աստված։ Ես տեղադրեցի Facebook-յան էջում դադարեցեք եւ ճանաչեք թե ով Աստված։ Եվ Սաղմոս 20-ից խոսեց ոմանք կարգերով եւ ոմանք ձիերով, բայց մենք մեր Տիրոջն ենք հուսացած։ Ակամայից երբ որ եղբայրս խոսում էր, հիշեցի երկու վկայություն, այստեղից շատ եմ այդ վկայությունները տվել, բայց ուզեցի տալ այն առումով, որ հասկանանք որքան իրական է հոգևոր աշխարհը։ Չէ՞ որ մեր կյանքը ամբողջովին վկայություններ են։ Եթե դու չունես քո կյանքի մեջ դեռևս վկայություններ եւ քո կյանքում չկա հոգու շարժը, Սուրբ հոգու շարժը, ապա մտածիր եւ ասա՝ Տեր, ես ուզում եմ, որ ամեն վարքյանս լինի վկայություն եւ կարողանամ մեկ օր նստել եւ այնքան մեծ գիր գրել, որ մարդիկ տեսնեն եւ ասեն՝ իրով, իրական է մեր Աստված եւ այո, Եբրայեցիների 11:1-ում հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը, սա այնքան իրական է հավատքն է, հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը։ Եվ հիշեցի մի դեպք ավելի վաղ տարիքի նոր սկսել ենք մեր ծառայությունները եւ մեր ծառայությունները տնային խմբակներում էր։ Գիտես, եկեղեցին շատ մեծ էր, միանգամից մեծացավ եկեղեցին եւ ամենափոքր թիվը, որ եկեղեցի էր գալիս, մարդիկ դա 100 անց էին եւ դա հենց նոր էինք սկսել։ Եվ տնային խմբակները շատ կարևոր են եկեղեցու համար, որտեղ տնային խմբակներում մենք ծառայությունները ամրացնում ենք։ Տեսեք, Հենոն ասում մամաս չի գալիս, ասում դե կան չի գանք, այդ մարդուն ամրապնդենք։ Որքան կարևոր է մեկ խոսք ասել եւ մարդը կկանգնի, մեկ խոսք։ Գնալ մարդուն հորդորել։ Մարդը կարող է ընկնել, կարող է գայթակղվել, կարա նեղանա, կարա չհասկանա ինչի համար այս բանը եղավ, բայց երբ որ բացատրում ես, պետք է տնային խմբակներ, որտեղ մենք կարողանանք մարդկանց բացատրել, հասկացնել, գրկել, ոչինչ չասել, չգիտեմ, սեր ցուցաբերել։ Եվ տնային խմբակներում, երբ որ մենք գնում ենք ծառայությունների, նոր ենք սկսել եկեղեցին, դա 25 տարի առաջ էր, մեր եկեղեցին 25 տարեկան է, այս տարի մեր եկեղեցու 25-ամյակն է եւ ես մտածում էի, երբ որ Հենոն խոսեց, որ այն տունը գնացինք, այսպես ասում եմ, Տեր, հնարավորություն տուր, որ այս տարի էլ այդ տան մեջ լինենք եւ շատ եմ սիրում այդ տան մեջի այդ հզոր ծառայությունները, այնքան միաբանություն, սեր, խաղաղություն, ուրախություն կա, ամեն բան կա, երբ որ մենք միաբան ենք, միասին ենք եւ 25 տարի առաջ էր նոր էինք սկսել ծառայություններ, տնային խմբակներ ունեինք Նագորնիում էլի խմբակ, տնային խմբակ, որտեղ տներում նստելու տեղ անգամ չկար։ Դες հիմա այնքան ամեն ինչ արժեքը կորցրել է։ Խոսքը շատ է, ամենուրեք ինտերնետը միացնում ես բազում աստվածաշնչյան խոսքեր կան
ժամանակակից էքսելի երիտասարդներ։ Ես ես ասեմ, պետք էր կանգնեինք փողոցում եւ սենց տաքսի կանգնացնենք, կանգնի, ով կկանգներ, ով չէր կանգնի, եւ մեկ օր հերթական ուշանում էի ծառայությունից Նագորնի էի գնում, նամյոտկինա էինք ապրում այդ ժամանակ, եւ երբ որ կանգնացի, արագ ուշանում եմ ծառայությունից, շորթը հավաքվել է, տեղ չկար, չեն ունեք ուր նստելու, երբ որ գնում էինք ծառայությունների, տեղ չկար տներում, սենյակներում սենց խիտ նստելու տեղ չունեինք, Երբ որ նստեցի այդ տաքսին, ասեցի Նագորնը, հենց նստեցի դռները մի անգամ ինձ սեկրետ գցեց, այդ վարդ ասեց, «Озачем тебе Նագորնոյո», որ պտտվեցի կողքս նայեցի, ես էլ ես ժամանակ սենց չէի, էլի, այս սենց էի, միար էլի, սես նայում մի հատ աշտահա մարդ է նստած, ու կողքն էլ ծեպեր են, ու հրազեն, նայեցի ես մարդուն ասի յո, ոմանք կարգերով, ոմանք ձերով, ես իմ տիրոջ անունով եմ գնում, և որ ասեց, «Озачем тебе Նագորնը», նայեցի զենքին, նայեցի ծեպերին, տեսա որ մանյակ է, և մի անգամից ասի, «А тебе-то что», մի անգամից, ինք ասեց, «Իսկ իշքան գումար ունես պայուսակիտ մեծ», ասի, «Քեզ ինչ», մի անգամից, և ասեցի քմծիծաղ տալով, իսկ դուք օտար լեզուներ գիտեք, այս մարդն ասեց, ես շատ լեզուներ գիտեմ, այսպես, ոնց որ նստած լեզուն հրեշիկող, ես ասեցի, դե հիմա լսեք, ու ես սկսեցի Սուրբ Հոգով աղոթք անել, և որ սկսեցի Սուրբ Հոգով աղոթք անել, օտար լեզուներով այս մարդը գոռաց, ականջները փակեց ու գոռաց, «Заткнись, я боюсь», ասեցի, վայ, փայքես տեր, Երբ որ ինձ տարավ հասցրեց այդ տեղը, որտեղ ես ծառայություն անեի, ասեց բիգի, փող չվերցրեց, ասեց не надо мне твои деньги, բիգի, ես էլ ասի փող մնացել էր քեզանից փախնեի, իջա ինձանից սենց հավեսով գնացի, հալելույա տիրոջը, գնացի ասի ժողովուրդ մեր Աստված կենդանի է, ամեն, դե նա տիրոջը ծապ տվեք, Եվ մեկ հետաքրքիր դեպքեր կպատմեմ, շատ դեպքեր կա, երբ որ գնանք այդ տունը, այնտեղ անդադար կպատմեմ, որտեղ այստեղ ժամանակը կարճ է, եւ մեկ օր էլ գնացի խանութ առևտուր էի անում, որ տուն գնամ, գիշեր էր, ժամը 11-ն էր, Աշանից տուն էի գնում, Սևաստոպոլսկի Աշանից գնում էի, Նամյոտկին էինք ապրում, նիետ արդեն Բալատնիկովսկի էինք ապրում, Բալատնիկովսկի այդ մեր տունը որ ասնենք ուներ խաչմերուկ, որը մեկն էլ Կերչենսկի է տանում, լավ եմ չէ պատմում, այս ճանապարհներով բանով, այս որտեղ էինք ապրում, էսի ոնց էր, եւ այնց այս Կերչենսկի խաչմերուկի եւ մեր Բալատնիկովսկի շենքի մոտ մի հատ այլ ազգի մեքենա է նստել, պատմել եմ այս դեպքով, այժմ չգիտեմ, եւ առևտուրը մեքենայի մեջ հանկարծ մի մեքենա եկավ ու այս մեքենայի խփեց ինադու, երբ որ խփեց այս այլ ազգի մարդը, չեմ ուզում ասեմ ինչ ազգի, որտեվ քիչացնեմ ինչ որ մեկի ազգություն, այս բան երբեք չեմ անի, եւ այս խփեց ու սկսեցին այս մարդը հայոց մտավ Կերչենսկի, ես էլ հետևից, երբ որ մտավ, այդտեղ հյուրանոց կա, եւ այս հյուրանոցի առաջ քաշեցին, ցեպ տվեցին, կանգնեցին այդ մեքենայի առաջ, բայկերներ էին, ցեպերով, բաներով, ականջողերով, լիքը, տեսա որ կանգնած են շատ մոտոցիկլետներ եւ իրանք էլ այդ կաշվից բաներով, իրանք ցեպերով, այս տղուն ինչ ասեցին, ավտոյից ու սկսեցին քիչ են սպանեն, ծեծել, ոնց են խփում, մենակ տենաս, իջա մեքենայից ու ասեցի կանգնեք հլը մի հատ, այս ինչ եք անում, այս սրանք այս տղուն թողեցին, ուզեցի վազենին վրա, դուք չեք պատկերացնում, հենց որ պիտի վազենին վրա ասեցի Հիսուսի անունով, երբ որ ես ասեցի Հիսուսի անունով, իրանք հետ գնացին ու ընկան, հիշում եք նախորդ կիրակի այստեղ գնում էին մարդիկ,
դասը հոգին է, դասը ծոցությունն է։ Եվ որ ասեցի Հիսուսի անունով օգտագործել եմ իշխանությունը, իրանք հետ գնացին ընկան։ Երբ որ ընկան, վախեցան։ Իսկ այս տղեն, որ ինձ մեքենայով տել, հասրեց լեի լավա իմ ուտելիքները անել այդ մեքենայից։ Նստավ իրա մեքենան ու փախավ։ Թողեց ինձ մենակ այդ աղջիկները, տղաները ինչ ահել իրանց հետ։ Ես էլ ջայլ աղջիկ եմ։ Եվ ասեցին, այդ մարդով էր, որ քո հետ էր, ասեցին, անցանու տաքսի, ասին, քո հետ ոչ մի կապ չունի, քո ընկերը չի, քո ամուսինը կամ ինչ, ասեցի, ես նման եմ այդ ազգին, ես հայ եմ, ով ես դու, ասի, ես քրիստոնյա եմ, ինչ արեցիր դու, որ մենք հետ գնացինք ընկան, ինչ արեցիր դու, ես ասի, ոչ հիմա, ես Հիսուսի անունը բարձրացրեցի, իսկ դու ով ես, ես Աստծո մարդ եմ, և իրանք, արի մենք քո ձեռքերը համբուրենք, արի մենք ինչ անենք քո համար, մենք չգիտենք այդ ինչ գնաց, այդ ինչ զորություն է, այդ ինչ է, ասեցի դա Տերն է։ Մենք ես նոր տաքսի կկանչենք տուն կգնաս, ես ասեցի ոչ, մեր տունը շատ մոտիկ է, զանգեցի Արմանին, Արման գիտես տղ ինչ դեպք է կատարվել, բագամ հետևից հետ այդ խասիկ աստը կռիվ է սարքելու, ես կգնամ սե 100 հոգի կան, հիմա էլ կես պտի բրդեն ջարդը պշուրանեն, դու մենակ իրանք 100 հոգի, ոմանք կարգերով, ոմանք ձիերով, մենք մեր Տիրոջ անունով են գնացել, ալելույա, բարձրացրեք Աստծո անունը, բարձրացրեք Տիրոջ զորությունը, մի վախեցեք, Եսայա 41-ում 10-ում ասում է մի վախեցիր, որտև ես քո Աստվածն եմ, մի վեհերիր, որովհետև ես քեզ ընտրել եմ, նաև քո մոր որովայնից կանչել եմ քեզ և իմ արդարության աչով հաստատել եմ քեզ և ասել եմ քեզ, որ դու իմն ես, հավիծյան։ Աստծո անունը վեր է ամեն անուններից, Հիսուս անունը վեր է ամեն անուններից, վեր է երկնքում և ցածր երկրի վրա։ Ես տեսել եմ իմ կյանքում և տեսնում եմ շատ դիվահարների ազատագրություն, շատ դիվահարներ, որ ազատագրվել են։ Գիտես, այլ ազգի մարդիկ են եկել մեկ օր եկեղեցի և իրանք բռնված էին կախարդություններով, տարբեր բաներով, երբ որ սկսեցինք այստեղից քարոզել, մի աղջիկ այնտեղից սկսեց չորեքթաթ այստեղ գալ և ընկավ այստեղ և սկսեց թպրտալ և ազատագրվել։ Հիսուսի անուն ավելի մեծ է, քան դևերն ու ոգիները, քան այս աշխարհը։ Գիտեք, մի սիրեք աշխարհը և այն ինչ որ աշխարհում կա։ Գիտես, իմ եղբայրներից մեկը այս շաբաթ ասում էր, բայց ես սիրում եմ աշխարհը, ծառերը, ծաղիկները ինչ լավն են։ Իսկ ես չեմ սիրում ծառ ու ծաղիկ, իհարկե։ Եվ ծառ, եւ ծաղիկ, եւ ծով, եւ ամեն բան, այնքան հրաշալի է։ Դա Աստծո ստեղծագործությունն է։ Իսկ ինչ ասում Աստված, մի սիրեք աշխարհը, աշխարհի միջի գայթակղությունները, աշխարհի միջի հիվանդությունները, աշխարհի միջի մեղքերը մի սիրեք։ Աշխարհ հասկացողությունը դա այդ աշխարհի գեղեցիկ կյանքը չէ։ Գեղեցիկ ապրել պետք է սիրել։ Պարտավոր է սիրել։ Հիսուսը գեղեցիկ էր ապրում։ Երբ որ ծառայում էր եւ վերջացնում, գալիս էր, ասում էր, տղեր, բան ունեք ուտելու։ Կամ կրակ էր վառում եւ ձուկ էր խորովում։ Այնքան ժամանակակից էր մեր Աստված Հիսուսը, որ կոշիկներ էր հագնում։ Որ Հովհաննեսը նրա մասին խոսեց եւ ասեց, ես նրա կոշիկները կապելու անգամ արժանի չեմ։ Ժամանակի հետ քայլենք, ժամանակի հետ առաջ գնանք, բայց հոգևոր մնանք։ Աստծո հետ մնացեք, Աստված թող տա մեզ հայտնության իմաստության հոգին իր գիտությունով։ Գիտես, մտածում եի ասեմ կամ չասեմ այստեղից, բայց պիտի ասեմ հիմա, որտեվ իրավունք չունեմ չասելու այն, ինչ որ Աստված է ասում։ Երբ որ ինչ որ մեկ չի գնահատում, Աստված հեռացնում է, հաստատ իմացիր, ինչ որ մեկին արդեն աչքի տակ ունի, թե բարձրացնելու, թե ֆինանս տալու, և թե այլ բաների համար։ Եվ այսօր Տերը սա ասեց, ինչ որ մեկը եթե չի գնահատի, կգան մարդիկ, որ կգնահատեն, և ես նրանց շատ կբարձրացնեմ։ Եվ ես այստեղ աղոթում եմ և ասում,
Գիտես, երկու օր առաջ ինձ իմ հարազատս ասեց, նախկինում շատ մեծ էր մեր եկեղեցին։ Ես ասեցի ավելի մեծ ա լինելու։ Շատ ավելի մեծ, քան պատկերացնում ենք։ Բայց տեսեք մի փոքր շարժ եղավ եկեղեցում եւ Աստված անմիջապես ցույց տվեց։ Հավատարիմները կանգնեցին եւ եկեղեցում վատ շարժ չեղավ, սխալ բան չեղավ, ամեն բան ընկավ իր տեղը։ Գուցե շատեր ինձ սխալ հասկանան, բայց իմ հետի մարդիկ կարող են անմիջապես դա շտկել, որովհետեւ հավատարիմ մարդու օրհնությունները շատ են։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ կողք ունեմ շատ հավատարիմ մարդիկ։ Իսկ նախկինում ունեի մարդիկ, շատ մարդիկ, որ ստին հավատացին։ Եվ գիտես, երբ որ այսօր կան այստեղ մարդիկ, որ հանկարծ ինչ-որ մեկը կուզի քո ականջին ինչ-որ բան ասել, մի անգամից կանգնեցրու, մի խոսիր։ Խոսելու իմաստը չեմ հասկանում, ասելու իմաստը չեմ հասկանում։ Ինչու համար ես հիմա դու ինձ դա ասում։ Եվ երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին լսել, բայց այդքան հոգևոր չես։ Մեկը ինձ մեկ օր հարց տվեց, ասեց. «Կարամ զանգեմ այս ինչ մարդու հետ խոսեմ»։ Ասեցի, եթե հոգևոր հասակ ունես կամ ուժեղ ես, զանգի։ Զանգից հետո այդ մարդը մեկ անգամ եկավ, երկու անգամ եկավ եւ էլ չեկավ։ Գիտեք ինչու, որտեվ ինքը ուժեղ չէր։ Վիրավորված մարդիկ հաստատ քո ականջներին լավ բան չեն խոսելու։ Եթե մարդը վիրավորված է, վիրավորելու է քեզ։ Ընկած մարդը քաշելու է ներքև մարդկանց։ Բարձրացած մարդը բարձրացնելու է։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Ես ուզում եմ փրկության բաժակը երգենք Հովհաննես Առաքյալի հետ։ Աստված օրհնի։ Քո աչքերը ինձ տեսան, Պաշտենք Աստծուն։ քո հայացքը ինձ գտան, քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածից, արցունքներս մաքրեցիր, վերքերիս դարմանդրիր, արյունովդ ինձ հավետ սրբեցիր, Քո աչքերը ինձ տեսան, քո հայացքը ինձ գտան, քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածից, արցունքներս մաքրեցիր, վերքերիս դարմանդրիր, արյունովդ ինձ հավետ սրբեցիր, փրկության բաժակս կվերցնեմ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերգեմ, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորնեմ, Օրհնի Տիրոջ անուն այսօր։ Փրկության բաժակս կվերցնեմ, Նորոզություն խնդրի Աստծուց։ օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերգեմ, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորնեմ, Ամեն Տեր։ Կան մարդիկ, որ այսօր ուզում են իրենց սիրտը Աստծուն տան։ Մեր քույրը իր սիրտը տվել Աստծուն, որպես Տեր ու Թագավոր։ Վերից ինձ ընդ աղոտ։ Փառք Աստծուն։ Սիրելիներ, մեր ծառայությունը ավարտված է։ Եթե Կատյան կուզի, որ իր սիրտը տա Աստծուն, խնդրեմ։ Փրկության բաժակս Թարգմանիչ ունեք, թարգմանիչ։ կվերցնեմ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, սուրբ տաճարիդ մեջ քեզ
սաղմոսներ կերքեն, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորնեն, Ալին միկրոֆոն կտակ։ ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորնեն։ Գիտեք, այսօր մեր եղբայրը խոսում էր Հիսուսի կատարած մեծ գործի մասին։ Сегодня наш брат говорил про великие дела, то, что Иисус совершил. Եվ խաչի վրա նա մեզ համար մեռավ, И на кресте Он умер за нас, մեր մեղքերի համար, за наши грехи, որպեսզի մենք կյանք ունենենք եւ էլ լավելիով կյանք։ чтобы у нас была жизнь в избытке. Եվ ոչ մի մարդ արդար չէ։ И ни один человек не совершенен. Ամենքը մեղանչեցին Все согрешили. եւ Աստծո փառքից պակասեցին։ Քո բարեժավասա։ И ушли от славы Господа. Ալելույա։ Գիտեք, մենք մեղավոր ծնվում ենք Знаете, мы рождаемся в грехе Ադամից от Адама. եւ կա փրկություն մեղքից։ И есть спасение от греха. Եվ ո՞րն է փրկությունը։ И что такое спасение? Հիսուսի կատարած արյունը։ Кровь Иисуса Христа. Հիսուսի արյունը մեզ մաքրում է ամեն տեսակի մեղքերից։ Кровь Иисуса исцеляет, освобождает нас от всякого греха. Исцеляет. Եթե դու այսօր հավատում ես, սիրելի Если ты քույրս, сегодня веришь, возлюбленная сестра, որ Հիսուս Քրիստոսը կարող է ներել քո բոլոր մեղքերը, то Иисус Христос может простить все грехи твои, քո բոլոր հիվանդությունները կարող է все վերարնել։ твои болезни может исцелить. Ինձ հետ կարող ես անել ապաշխարության աղոթքը։ Вместе со мной можешь помолиться, молитва Մալիթը покаяния, որտեղ սրտով հավատում ենք արդարանալու համար։ потому что сердцем мы верим Для спасения. для спасения, И վերանով դավանում ենք и փրկվելու համար։ устами провозглашаем для спасения. Ալելույա։ Ես երկնքում կա կյանքի գիրք։ На небесах есть книга жизни. Եվ յուրաքանչյուր մարդ, И каждый человек, որ այսօր այստեղ որ անում է այս աղոթքը, который делает эту молитву, նրա անունը գրվում է կյանքի գրքում։ его имя пишется в книге жизни. Եվ այսօր այդ օրն է И сегодня тот день քեզ համար։ для тебя. Եվ այսօր այդ գիրքը կբացվի։ И сегодня эта книга откроется, Եվ քո անուն, и ազգանուն այս օրը твое имя, твоя фамилия напишется. կգրվի այդ գրքի մեջ։ Напишется в этой книге. Եվ որ մեկ օր հանդիպես Когда Հիսուսին, в один день встретишься с Иисусом, այդ գրքերը կբացվեն эти книги откроются, եւ Հիսուսը քեզ համար պատասխան и կտա։ Иисус будет отвечать за тебя Եվ կասի ես փրկեցի и նրան, скажет: я спас тебя, որտեղ նա այսօր ընդունեց ինձ։ потому что она сегодня приняла меня. Եկ միասին անենք այս աղոթքը։ Вместе сделаем эту молитву. Բերանով պետք է ինձ հետ կրկնես։ Устами ты должна повторять за мной. Ամենակարող Աստված, Всемогущий Господь, ասա, говори, повторяй. ես գիտեմ, որ ես մեղավոր եմ։ Я знаю, что я грешна. Սիրելի Հիսուս, Возлюбленный Иисус, խնդրում ներիր իմ բոլոր մեղքերը прошу, прости все мои грехи, եւ ձյունից էլ ջերմակ արայի իմ կյանքը։ и белее снега сделай мою жизнь. Թող քո սուրբ արյունը մաքրի ամեն մեղքը։ Пускай твоя святая кровь омоет все мои грехи. Возлюбленный Дух Святой, войди в мое сердце. Будь моим господином. Я сегодня провозглашаю во имя Иисуса Христа, что Ты Господь. Я верю в Тебя. Спасибо, Господь, за сегодняшний день, за спасение. Слава Тебе, Иисус. Да благословится Господне святое имя во веки веков. Аминь. Благодарим Бога за Тебя, моя сестра. Будь счастлива. Пусть Господь всегда будет с тобой и со всеми нами. Сегодня и во веки веков. Он Бог богов, Господь, Господь святых.
Скажите, Он Бог богов, Господь господствующих. Аллилуйя, истинному, великому, всемогущему Богу. Во веки веков Он Бог. Кто-то пусть скажет, провозглашай и скажи, провозгласи сегодня и скажи, Он великий Бог, Он Господь. Скажите, Он Господь. Господь, дай нам новое помазание, новые чудеса. Если Господь с нами, кто против нас? Скажите, кто станет против нас? Никто не противостанет нас. Господь с нами. Скажите аллилуйя. Скажите аллилуйя. Скажите, воскликни аллилуйя, церковь. Скажите, я верю в Бога. И если я верю в Бога, то я верю в чудеса. Скажите, я верю в Бога. И я верю в чудеса. Сегодня и во веки веков. Ты Бог богов. Аллилуйя. Слава и честь Твоему имя, Иисус. Аллилуйя. Аминь. Наше служение завершено. Следующее служение будет служение воскресенья в 11 часов. И в среду и в пятницу будет в 7 часов. Давайте будем собираться вместе. Давайте будем славить Бога. Аллилуйя. Вот первая песня, которую мы сегодня спели. Давайте вместе споем. Блажен народ, у которого есть Бог. Аллилуйя. Блажен народ, у которого есть Бог. Аллилуйя. Скажи, я народ блаженный, потому что у меня есть Бог. Блажен народ, Блажен народ, у которого Господь есть Бог. блажен народ, у которого Господь есть Бог. Блажен народ, у которого Господь есть Бог. Мы тот народ, у которого Господь есть Бог. Мы тот народ, у которого Господь есть Бог. Блажен народ, у которого Господь есть Бог. Мы тот народ, у которого Господь есть Бог. Скажи, я тот народ, у которого есть Бог. Я тот народ, у которого Господь есть Бог. Я тот народ, у которого Господь есть Бог. Аллилуйя! Восстань, Господь, и воздвиг враги твои. Все ложные боги, Все ложные боги